Գրքերն ապրեցնում են երազանքները, այս կարգախոսով ընթերցողների երազանքներին թեբեր է տալիս Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող Արմինեի գրադարանը։ Եղած բազմաժանր գրականությունն անձի զարգացումն ապահովելու, բիզնես մտածողություն ձևավորելու, ֆինանսական գրագիտություն ձեռք բերելու եւ ինքնակրթվելու համար գանձարան է։ Մենք ուզում ենք, որ ընթերցասերները անկախ տարիքից տեսնեն, խոսեն եւ համոզվեն, որ գիրքը տալիս է այդ երազելու ունակությունը, ամենալավ ընկերը երազելու ճանապարհին դա գիրքն է։ Երազանքներից նպատակ ճանապարհն անցնում է կրթության ասպարեզով, որին հասնելու ամենաազնիվ ու կարևոր քայլը սովորելն է։ Սովորել կարդալով, կրթվել ու զարգանալ։ Մանթաշյանց Գյումրի ակումբի եւ Մարգարյան իրավաբանական գրասենյակի հետաքրքիր մտահղացման հիմքում կարևոր ուղերձ կար, որը մեքենաների ցուցադրությունից ավելի հեռուն է գնում։ Թանկարժեք ինքնատիպ մոդելի ավտոմեքենաներով Երևանից Գյումրի հասնել ոչ թե դրանք ցուցադրելու, այլ գյումրեցի փոքրիկներին մոտիվացնելու, որ մանկության երազանքի ճանապարհը սկսվում է կրթությունից։ Այստեղ այո, հիմքերն են ֆինանսական գրագիտության, որ սկսեն փոքր տարիքից սովորել ճիշտ վարվել ֆինանսների հետ, սենց մեքենա գնելու համար տարիների դա փորձ է եւ ժամանակ է, ասենք, այստեղ կանգնած բոլոր մեքենաները հաստատ վերջին կոպեկով չեն գնվում։ Մենք պետք է հասնենք ինչ-որ ֆինանսական մակարդակի, սովորենք փողը աշխատի մեր վրա եւ այդ աշխատած գումարով նոր գնենք սենց մեքենաներ։ Գիտելիքը պետք է ունենաս եւ աշխատասիրություն եւ նպատակասլաց լինես եւ միջև վերջ պայքարես, որ հասնես քո ուզածին, որտեւ այս կյանքում ոչինչ հեշտ չի ստացվում, ցավոք, բայց եթե չես հանձնվում, պայքարում ես միջև վերջ, այդ դեպքում կարող է հաջողվել, նպատակիդ հասնես։ Հովհաննես Մարգարյանը սպորտային մեքենաների հավաքածու ունի, սա իր մանկության երազանքն է եղել։ Մեքենաների ցուցադրությունը նախաձեռնել է ասելու, երբ ունես սովորելու, գիտելիքներդ նպատակին ծառայեցնելու ձգտում, ուրեմն աշխատասիրությամբ կհասնես քո երազանքների իրականացմանը։ Այդ ամեն ինչին ես հասել եմ կրթության սովորելու, հետո երկար տարիներ աշխատելու արդյունքում եւ դրա համար շատ եմ սիրում այսպիսի միջոցառումներ, որտեղ բերում ենք մեքենաները գործարարներին, հաջողված մարդկանց բիզնեսի ոլորտում, որ հանդիպեն երեխաներին, որ ոգեշնչենք։ Բիզնեսում հաջողությունների հասած գործարարները լյուքս դասի եւ սպորտային ամենագնացներ մեքենաների ցուցադրությունը երեխաների համար էին կազմակերպել։ Նրանք Արմինեի գրադարանի հավատարիմ ընթերցողներն են։ Մեկ տեղում 30 շքեղ մեքենաներ տեսնելը ոգևորել էր երեխաներին։ Շատերը փորձեցին նստել մեքենաների ղեկին, երազել, որ մի օր էլ իրենք այդպիսիները կունենան, իսկ լավ առիթի եւ հիշողության համար լուսանկարվեցին։ Տեսա ավտոները սիրուն, ոգևորված ուզեմ ես էլ ունենամ։ Դու համար պետք է շատ աշխատենք, սորվինք, առաջ եշտամ։ Այս ավտոն Lamborghini է, իմ երազածս ավտոներից երկուսից մեկն է։ Ես այս ամեն ինչի համար պետք է լավ սորվիմ, ամեն ինչ անեմ, որ առնեմ այս ավտոն։ Ոչ միայն ավտոերթի, նաև Puma վազքի ակումբի անդամներին էր հետաքրքրել Արմինեի գրադարանը, որի հարուստ գրքաֆոնդից օգտվում են տարբեր տարիքի ընթերցողներ։ Այս ամենը շատ ոգեշնչող է, ոչ միայն այն տեսանկյունից, որ վազքի մշակույթն ենք զարգացնում Գյումրիում, այլ նաև որ մարզերում, համայնքներում նման կենտրոնների, գրադարանների բացումները օգնում են մարզերի ապակենտրոնացմանը, ինչը Հայաստանի զարգացման համար իրապես կարևոր է։ Բարեգործական ավտոերթի մասնակիցների ֆինանսական նվիրատվությունը Արմինեի գրադարանին կօգնի համալրել կրքային ֆոնդը պահանջված ժանրերում։ Բիզնեսում հաջողելու համար ավտոերթի մասնակիցները խորհուրդ են տալիս ժամանակակից ու մոտիվացնող գրականությամբ ավելի շատ հետաքրքրվել։ Ես հիմնականում կարդում եմ ներդրումային, ֆինանսական, բիզնես եւ տնտեսագիտական գրականություն, ոչ ասենք գեղարվեստական գրքեր, այն գրքերը, որոնք կարող են հաջողություն բերել բիզնեսին։ Արմինեի գրադարանի ֆոնդում այժմ ավելի քան 1000 կտոր գիրք կա։ Տարբեր հետաքրքրությունների տեր 2200 ընթերցող օգտվում է ունեցած գրականությունից։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։